Ագել դատարան նախ միանամ իմ գործընկերներին, միևնույն ժամանակ ինձ համար կարող եմ ասել հերթական զարմանքը մատուցվեց, այո զարմանքը ագելի արդար, զարմանք են բանով, որ 9 ամիսը գործ է քննվում շինցու փաստերի համեմամբ 9 ամիսա մարդիկ գտնվում են ոմանք սկզբից ամբողջությամբ անազատության մեջ, հիմա մասնակի փոփոխություն է կատարվել, բայց նաև այսպես կոչված, որ բնութագրումը քրեական գործով Բագրատ Սրբազանի ներկայացնելով կազմակերպիչ, փորձում են այդ կերպ ավելի ծանրացնել նրա ենթադրյալ ազդեցությունը վատ իմաստով։ Ասում է, որ Բագրատ Սրբազանը հեղինակություն է վայելում։ Իմ համար, չգիտեմ, չարախնդելա դա ինչ է նշանակում հեղինակություն վայելել։ Խոսքը գնում այն մասին, որ մարդը իրականում իրացանված օրից մինչև մահանալը, եթե ապրում է իրականում ճշմարտության, հայրենասիրության, արդարության սկզբունքներով, նա միանշանակ պետք է հեղինակություն վայելի։ Այսինքն ստացվում է այսօրվա իշխանությունների համար նման հեղինակություն վայելող մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ։ Այսօր Հայաստանի ժողովրդավարությունը, որ անընդհատ թմկահարում են Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Ժողովրդավարական պետությունում հեղինակություն վայելող մարդկանց տեղը փաստորեն բերդն է, անազատությունն է։ Մի երկրորդ հանգամանքի ես անդրադառնամ, ասում եմ մտավախություն կա, որ չնայած նվազել է ռիսկը, ինչպես նշել են դատարանները, որ Բագրատ Սրբազանը կարող է խոչընդոտի, բայց ունենք համոզմունք, որ կարող է արգել չկատարի իր վրա դրված պարտականությունը։ Ինչ պարտականության մասին է խոսքը։ Հարգելի դատարան, արդեն 9 ամիս անազատության մեջ է գտնվում Բագրատ Սրբազանը, կա մի հատ փաստ, որ կարող եք մատնանշել, որ այս պայմաններում քրեադատավարական նորմով ամրագրված պահանջները կապված անազատության մեջ գտնվող անձին, որին ներսագրել են կեղծ, տվյալ դեպքում կեղծ ապացույցներով համեմված մեղադրանք, որևիցե փաստ կա, որ իր վրա դրված պարտականությունը չի կատարել, որպես կալանքի տակ գտնվող անձ։ Ունենք բազմաթիվ այլ անձանց մասով դեպքեր, ոչ այս արդարների մասով, այլ քրեական գործերով, որ իրանց վրա դրված քրեադատավարական նորմերով մեղադրյալի վրա դրված պարտականությունները չեն կատարում։ Հիմա ունենք այս գործով նման դեպք, չունենք։ Ոստի խոսել պարտականություններ չկատարելու եւ դրանով պայմանավորված խոչընդոտելու նախաքննությանը, այնպես ինչպես կազմվել է մեղադրական եզրակացությունը եւ Բագրատ Սրբազյանի եւ մյուս 17-ի մասով, այնպես էլ այս պատճառաբանությունը հիմնազուր կա։ Ներկապարանոց մտածածին շինցու փաստերով համեմված դիրքորոշումը։ Իդեպ ասեմ, որ երբ ընթերցում էր 17 արդարների մասով բոլորի մեղադրանքը, որ համահունչ էր, նույնն էր, առանց որևիցե փոփոխության, նույնիսկ ստորակետի առումով, իրականում քրեական օրենսգրքի համապատասխան 308 եւ 419 հոդվածների, ինչպես նաեւ 49 հոդվածի դիսպոզիցիայից արտագրած բնորոշումներ հանցագործությանը, հանցակազմին, յուրաքանչյուր բնորոշում վերցրել եւ դրանով շինձու փաստեր նախատեսելով ամրագրել ենք 18 հարկարների, նաև տվյալ դեպքում Բագրատ Սրբազանի ենթադրյալ մեղք հիմնավորող հանգամանքն։ Գոնե մի փաստով հարգելի դատարան, այդ մեղսագրվող 308-ի 419-ի միանշանակ ասեմ, որ գոյություն չունի, այդ դիսպոզիցիայում նշած ընթերցեցին, որ ցանկացել են խոչընդոտել հանրային տրանսպորտի ընթացքը, յուղ են, չգիտեմ, ընդ ձեռք բերել, որպեսզի լցնեին հանրային տրանսպորտի գետի վրա արգելք հանդիսանային հանրային տրանսպորտի շարժին եւ դրանով խոչընդոտեին։ Արդեն 3 ամիս է Երևան քաղաքում հարգելի մեր քաղաքապետը
իր գործողություններով նենց է խոչընդոտում, որ նույնիսկ եթե գերած ֆանտաստիկ է բնութագրումը վերցնի, դա նրա համար խաղալիք կլինի։ Անձրևների ժամանակ վերածվում է Երևանը Վենեցիա քաղաքին, մնում է բնդոտների, որ կարողանանք շարժվենք, իսկ ընդհանուր առմամբ փողոցներն են քանդել, որ ակնհայտ խոչընդոտ է, ժամը 3-ից մինչև 8-ը 10 բալանոց խցանումներ է։ Հիմա եկեք հասկանանք, եթե այս մի հատկանիշով անձին մերձադրում ենք ահաբեկչության հանցակազմ կատարող արարք, այդ նույն արարքը կատարում այսօր քաղաքապետարանը, անձինս քաղաքապետի։ Բայց որակումները նմանատիպ ինչ չի տրվում, կամ միջոցներ ձեռք չի առնում այդ հանցակազմի հատկանիշը վերացնելու։ Սա իռոնիա եմ ուզում ասել, որովհետև հարգի դատարան 10 ամիս է արդեն սկսած նախաքննությունից մինչև հիմա, այդ նույն բառերը, նույն անհիմն շինտու բառերը, այդ դիսպոզիցիայի եւ բնորոշ հատկանիշները թվարկելով փորձում են հիմնավորել մի բան, որը գոյություն չունի։ Ասեմ, որ ի սկզբանե այս գործ չպետք է մտներ դատարան, անդրադարձել ենք այդ ապացույցներին, թե իրենց շինտու, թե կեղծ լինելու փաստով պայմանավորված եւ թե նաեւ համնիրավի մարդկանց անուններ գրելով, վերագրելով նրանց ինչ-որ գաղտնավստան ընթացքում ինչ-որ բառեր ասելով, վերանակ նրանից, որ ասած գովանդակային այդ նախադասությունները իրանց մեջ ինչ են պարունակում, հանցակալ, ցանկություն, չգիտեմ, կոպեի բաժակի շուրջ նստած հայրենիքի հետ կապած հոգու խոսք։ Այդ քրական գործը չպետք է գար, եթե վերցնենք զուտ քրական դատավարությունով ամրագրված պահանջներին չպետք է գար դատարան։ Հիմա բերել են դատարան հերիք չի, Բագրատ Սրբազանին էլ արդեն, եթե չսխալվեմ, 9 ամիս է անազդության մեջ է մնում։ Հիմա ձեզ անելիք գործն է, հարգելի դատարան, այստեղ ոչ ոք չի կարող ձեզանից բացի, իրականում արդեն նույնիսկ դահլիճում նստածները, որ եթե իրավաբաններ չեն, մեծամասնությունը, նրանք արդեն դարձել են իրավաբան, փաստաբան, այս հանցակազմի հատկանիշներով պայմանավորված փաստերի ամրագրման, անձանց խափանման միջոց կիրառելու, չկիրառելու, նմանատիպ այլ հարցեր հետ կապված իրավական նորմերի մեր կողմից թվարկված նախադեպերով ավարտված։ Ինչ վերաբերում է ձեզ, դա ձեզ անհրաժեշտ չէ, որպես դուք երկար տարիներով դատավոր եք, ունեք մասնագիտական կրթություն եւ կարծում եմ, որ պետք է վերջ դնեք շնորհակալ ելույթ լսելու համար։